Շատ լավ մարդ է եկել ձեր տուն, որ խնդրեմ կբացեք դուռը 5 երեխաներ ունեք, հա։ Ուրեմն դուք հերոս մայրիկ եք, հիմա սա այն պահն է, երբ որ մեր Մկրտչյանը ասում է կռան բրցնում ես, ես համարում եմ այսօրվա հարուստ տեսարան։ Ապարանն այն քաղաքն է, որտեղ կարող են բոլորը գալ, ծանոթանալ ճարտարապետության հետ, կե Չարենցավանը, արդեն հասնում ենք Չարենցավան այսօրվա Ամերիկայից Հակոբն ու Նարինն են, շատ են Հարգելի ընկերներ, այսօր մեր օրը երկար է լինելու և ինչ որտեղ ծանր, որովհետև անցնելու ենք ամբողջ Հայաստանով և այսօրվա սկիզբը սկսում է Եղեգնաձոր քաղաքից գնում ենք Տիկին Կարինեին շնորհավորենք ամուսնության Սոնա ջան, դուռը փակ է։ Ալո։ Ստեփան ջան, անջատ է։ Հա, դուռը փակ է, մեկ էլ որ երրորդ տարին է։ Իրանց 50-ամյակն է։ 50 տարի միասինն է։ Հա, դուռը փակ է կողպեքով, չեմ կարում բացեմ, հելնեմ դարպասի վրից անցնեմ։ Սպասի, չէ, սպասի։ Լավ։ Ես քեզ համար եմ ուղարկել։ Է զանգ եմ այդ համարով։ Հա, զանգի, հանգից զանգի, հա։ Ասա բան ունեք, եկեք դուռը բացեք։ Լավ, ահա, լավ։ Ինչ խափեմ։ Զանգում ենք մեր այսօրվա առիթի մեղավորներից մեկին, այո, 50 տարի միասին են և երեխաները շնորհակալ են այդ 50 տարիների համար, չէ՞ որ։ Ալո, բարև ձեզ։ Բարև։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Մենք էլ ենք լավ, կանգնած ենք ձեր դարպասի դիմաց, դարպասը փակ է կողպեքով։ Կներեք ով է խոսում։ Մի շատ լավ մարդ է եկել ձեր տուն, որ խնդրեմ կբացեք դուռը, մնացածը տեղում կասենք։ Հեսա հիմա։ Լավ։ Չճանաչեց։ Դե երևի չի կասկածում, որ հնարավոր է աղջիկները, երեխաները այսօր անակնկալ կազմակերպած լինեն, դրա համար ես հասկանում եմ։ Սպասենք միշտ կգանա։ Գալիս է, ես արդեն տեսնում եմ։ Գալիս է ամուսինը, դա հիանալի է, հա։ Հա ոնց է, որտև գնանք շնորհավորենք։ Այն եկավ, մեծ աղբերն է գալի։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Դարպասները փակ է ինչպես երբեք։ Չէ, բաց է, դուք չգիտեք սրա ձևը։ Հա, դե պետք է չիմանանք ուրեմն, որ ձևը չգիտենք։ Բարև ձեզ։ Այսօր գիտեք ինչ օր է, հիշում եք։ Այո։ Դե գնանք շնորհավորենք մեր Տիկին Կարինեին։ 50 տարի միասին եք, հա։ Բա ի՞նչ խորհուրդ կտաք ջահելներին։ Բարև ձեզ։ Միթե չմտածեցիք, որ մենք ենք։ Եկել ենք ձեր ինչը շնորհավորենք, որ օրն է այսօր։ Հիշում եք ինչ ռոմանտիկ օր է այսօր։ 50 տարի առաջ այսօրը դուք կազմել եք այս գեղեցիկ ընտանիքը, որի համար ձեզանից շատ շնորհակալ են ձեր երեխաները։ Շատ ապրեք, տղաս, մի ուրիշ բան էլ շատ նման էր ձայնդ իմ թորանս ձայնին Ամերիկայից։ Ու մի պահից թվաց Կերկի ավեսով ցույց տու ոնց անեն, որ 50 տարի միասին լինեն։ Շատ լավ եք, շնորհակալ եմ բալիկներ։ Դե ձեզ լավ օր։ Դե մենք գնացինք քաղելով այս հոնը։ Ձեզ ենք շնորհակալ, լավ օր ձեզ։ Տեսեք 50 տարիների ընթացքում ինչքան գեղեցիկ ծաղկանոց է սարքել են մեր զույգերը, որովհետև ծաղկանոցը բաղկացած է երկու մասից, մեկը տղամարդու սարքածը, մյուսը կնոջ։ Այո, այսպիսի գեղեցիկ կյանք են արարել և ինչի համար մենք ուզում ենք էլի լայքեր, բաժանորդներ և տարածեք տեսանյութը։ Ինչ ենք անում այսօր։ Հարգելիներս, այսօր մենք ունենք երկար ու ձիգ ճանապարհ, որի մեջ ընդհատ անելու ենք անակնկալներ և օրը ցույց ենք տալու ձեզ։ Ամբողջ Հայաստանով ենք անցնելու ենք Սևանա լճի կողքով, գնալու ենք անցնենք Դիլիջանով, հետո Վանաձոր, Վանաձորից էլ Չարենցավան և Չարենցավանից հետո վերադառնալու ենք մեր ծննդավայր։
Այնպես որ այսօր լինելու է լարված ու հետաքրքիր օր։ Պատկերացրեք մոտավորապես 600 կիլոմետր ճանապարհ մինիմում անցնելու ենք միասին մեքենայով, ինչքան փորձություններ, ինչքան գեղեցիկ պահեր կարող են լինել այդ ճանապարհի վրա։ Մնացեք մեզ հետ հետաքրքիրը լինելու։ Այս լարված օրով մեր տորթը փոքր ինչ ուշացավ։ Հիմա սպասում ենք տորթը վերցնենք գնանք Արտավան, որից հետո կշարժվենք ուղիղ Վանաձոր։ Վանաձոր են գալիս, Վանաձորի հարգելի բնակիչներ, լայքեք, բաժանորդագրվեք, տարածեք, գալիս ենք ձեր մոտ։ Հարգելիներս, վերցրեցինք տորթը, հիմա շարժվում ենք ծաղիկ վերցնենք, գնանք Արտավան, որից հետո շարժվելու ենք ուղիղ Վանաձոր։ Շարժվում ենք դեպի Արտավան, Եղեգնաձորից Արտավան հեռավորություն 33 կիլոմետր է ու ձեզ ասեմ, որ այդքանը լավ ճանապարհ չի։ Հիմա գնում ենք Արտավան մի խոսքով, Արտավանի պատվերը տալուց հետո արդեն կասենք ինչքան է, քանի կիլոմետր է մինչև Վանաձոր ու կշարժվենք Վանաձոր միասին։ Եվ օրը մեր համար շատ լավ է բացվել, շատ գեղեցիկ է ամեն ինչ, եղանակային պայմանները, երկինքը, ճանապարհը, ամեն ինչ ուղղակի հիանալի է եւ մենք բոլորս միասին գնում ենք անակնկալներ անելու եւ հիանալու հայոց բնությամբ։ Հայաստանի գեղեցկությունը չի դադարում զարմացնել, իսկ մենք զարմանում ենք եւ հիանում։ Հարգելիներս, հիմա անցնում ենք Վայք քաղաքի միջով, սա մեր շատ սիրելի Վայք քաղաքն է, այն ճանապարհի երկայնքով ձգվում է ձորի միջով, շատ գեղեցիկ քաղաք է, գեղեցիկ մարդկանցով բնակեցված։ Հիմա շարունակում ենք մեր ճանապարհը, որ հասնենք Արտավան։ Հիանալի կիրճ է, որը զարդարված է եղևնիներով եւ բարդիաշարը, որը ճանապարհը դարձնում է ավելի գեղեցիկ եւ նայվող։ Այսինքն ճանապարհ գնալուց դու չես հոգնի կյանքում։ Եթե հիանում ես բնությամբ, եթե գնահատում ես բնության գեղեցկությունը, պատկերացրեք, որ հոգնելը անհնար է։ Իսկ մենք հենց դրանով էլ զբաղվում ենք։ Մենք չենք հոգնում ճանապարհ գնալուց։ Երբեմն ճանապարհը մեզ համար անակնկալներ է պահել եւ դա խցանումների տեսքով է, ինչի պատճառով մենք երբեմն բավականաչափ ուշանում ենք պատվերներից, բայց այսօր այդ դեպքը չի լինի, մենք կհասցնենք, որովհետեւ մեր առաջ է մեծ գործերի փաթեթ, կարևոր գործերի, մարդկանց պետք է ուրախացնենք նրանց հարազատների կողմից, Եվրոպայից եւ Ամերիկայից է պատվերը եւ նրանք եկել ուզում են, որ ուրախացնենք իրենց հարազատներին, նրանց փոխարեն։ Գնում ենք բացականները ներկայացնանք բոլոր տեղերում։ Հիմա Ջերմուկի խաչմերուկում ենք, Ջերմուկի խաչմերուկից քիչ վերև արդեն Արտավան տանող ճանապարհն է, աչով իջնում ենք ու գնանք դեպի Արտավան։ Այո, Արտավանում մեզ չեն սպասում, բայց մենք շատ գեղեցիկ անակնկալ կերպով կհայտնվենք եւ կշնորհավորենք սիրված կնոջ 9 տարի համատեղ կյանք անցկացնելու համար ամուսնու կողմից։ Ամուսինը ներկա պահին այստեղ չի, Ալավերդիում է, իսկ կինը Արտավանի միջնակարգ դպրոցում ուսուցչուհի է աշխատում։ Գնում ենք, շնորհավորենք։ Արտավանի բնությունը զարմացնող է եւ գեղեցիկ։ Դարերի պատմություն ունի եւ այս քարերը, այս ժայռերը դրա լուր վկան են։ Աշունը զարդարել է սարերը դեղին ու կարմիր գույներով։ Արտավանը միանշանակ թեկնածու է տուրիստական քաղաք դառնալու կամ Ավան դառնալու, որովհետև այստեղ բնությունը ոչ պակաս գեղեցիկ է, քան Ծաղկաձորը կամ Ջերմուկը։ Ուղղակի այստեղ դեռ չի զարգացել այդ ուղղությունը, հուսով ենք մի օր կզարգանա, որովհետև այն բոլոր նախադրյալներն ունի։ Արտավան մտնելուց առաջ մեզ դիմավորում են այս վեհ կանգնած բարդիները ճանապարհի եզրին եւ ուղեկցելով մեզ տանում են դեպի իրենց գյուղ, որտեղ բնակվում են մարդիկ։ Իսկ սարերի գեղեցկությունը, անտառը էլ չասեմ հարգելիներս, ուղղակի վայելեք
տեսեք ինչ գեղեցիկ է այստեղ միայն այստեղով անցնելը մարդուն մեծ հանգստություն է տալիս, ել չասեմ եթե գաս ու այստեղ ապրես մի քանի օր։ Սա իսկական դրախտավայր է Հայոց լեռնաշխարհում եւ եթե փնտրում եք հանգիստ տեղ, հավատացեք, սա ձեր համար է, կարող եք գալ եւ հանգստանալ, եթե դեռ չեք եկել։ Ահա ընկերներ, արդեն մտնում ենք Արտաբան։ Հիմա գնում ենք Արտաբանի կիսավեր ճանապարհներով, բայց պատկերացրեք, որ այս ճանապարհը խնդիր չի եւ մարդկանց չի խանգարում այստեղ լավ ու երջանիկ ապրելու, ստեղծագործել։ Հիմա քիչ հետո կհասնենք դպրոցին, Արտաբանի միջնակարգ դպրոց, որտեղ հենց մեր հոբելյարն է, այսօր նա չի սպասում մեզ, վստահ եմ, ավելին քան վստահ եմ, որ չի սպասում առհասարակ, որ հանկարծ ու հանկարծ կարող է անակնկալ լինել, ամուսինը մեզ հրավիրած լինի իրեն շնորհավորելու 9 տարի միասին լինելու առիթով։ 9 տարի մեր զույգերը արդեն միասին են եւ սերը հետ չի պակասել։ Այնքան շատ է, որ տորթի վրա էլ ենք սրտեր նկարել, որ դա երևա։ Ստուգի, չէ՞։ Մենք հիմա Արտաբանի միջնակարգ դպրոցի դիմաց կանգնած ենք եւ այստեղ ավերակա երևի թե հին դպրոցն է սա։ Ես միաժամանակ համ ուրախ եմ, համ տխուր, որովհետեւ այստեղ մարդիկ դեռ շարունակում են ապրել, բայց ինչպես որ Հայաստանի շատ բարձրադիր գյուղերում այստեղ նույնպես մարդիկ այստեղից փորձում են հեռանալ, գնում են անվերադարձ եւ գյուղը կամաց դատարկվում է։ Բայց տեսեք, այդքանի հետ մեկտեղ դպրոցը կա, աշխատում է եւ ամեն ինչ հոյակապ է։ Հուսանք, որ մի օր ցուցանիշները կփոխվեն եւ բոլորը կվերադառնան կամ այստեղ յուղը կմեծանա, կշատանա, կդառնա գեղեցիկ իրավիճակ։ Շատ գեղեցիկ դպրոց է։ Մեր դպրոցի կիսատ տարբերակն է։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Եկել ենք 9 տարի միասին նշենք Ուսյան Իզաուրան, ով են դուրս կանգնած է, հիմա դες, ինքն է։ Չել սպասում, որ մի բան կարող է լինել։ Երկնազորցիներն։ Հա, երկնազորցիներն ենք։ Շնորհավորում եմ։ Չէ, ձեզ չենք եկել, շնորհավորենք, բարև ձեզ, ո՞նց եք։ Ընկեր Ուսյան, շնորհավոր լինի ձեր մի առիթը, որի մասին էլ բան չեմ ասում, եկեք տենանք կհիշեք այսօր ինչ օր է։ Այսօր շատ կարևոր ու գեղեցիկ օր է ձեզ համար ու ձեր կեսի համար։ Մեր գառնիկը անտարբեր չի մնացել։ Շնորհակալ եմ ձեզ այս գեղեցիկ 9 տարիների համար։ Լավ լինեք, առողջ լինեք, ձեզ շատ է սիրում։ Ձեր օրն է այսօր։ Դե մի հատ երազանք պահեք, փչեք, թող 9 դառնա 90։ Շնորհակալ եմ։ Դե վերցրեք, տորթիկը, ձեզ տանք նաև ձեր ծաղիկները, գեղեցիկ, լավ օր ձեզ, բարձր տրամադրություն։ Էս ի՞նչ տելուն դպրոց է բա։ Եկեք գնանք մի քիչ ուսումնասիրենք, նոր գնանք։ Այդ բանը բոլոր ձեր յուղից է։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Եկել ենք ձեր դպրոց մի քիչ բան անենք, դասամիջոց անենք, դեմ չեք, չէ՞։ Շատ էս դահլիճն է, մենք մի անգամից մտել ենք դահլիճ։ Հա։ Շատ սիրուն է։ Բա ինչ կասեք ձեր յուղի մասին, դպրոցի մասին։ Ամեն ինչ լավ է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Հա, իրաստունել եք։ Հա, հիշում եմ։ Իրաստունել եք։ Հա, եկած կլնեմ, չէ, հա, նկարվել ենք իրար հետ, հա։ Բա տեսա։ Տատիկի համար եք։ Դպրոցում քանի աշակերտ ունեք։ 30։ Օ, շատ լավ է։ Բայց շատանում են, թե պակասում են գնալով։ Պակասում են։ Դե ես ասել եմ, արդեն ասել եմ, որ շատանան։ Նրանք շատանան, հա։ Ես ես նոր ասեցի, որ շատանան։ Մեզ աշակերտներ են պետք է։ Բարև ձեզ։ Գիտեք ինչ օր է այսօր։ Մեր Իզաուրան եւ իր ամուսինը 9 տարի միասին են։ Բա այսօր է մոռացել եք, չեք հիշում, հարսանիքին էլ գնացել եք, է։ Այսօր մեր ամուսնության 9 ամյակն է, հա։ 9 տարի միասին են նրանք արդեն եւ ամուսինը ռոմանտիկ է այդ արածում։ Հա ես էլ եմ շատ ուրախ, բա իհարկե թող հայոց աշխարհում սենց ամուսնանան ու նշեն։ Դե մենք գնացինք ձեզ լավ օր, բոլորին լավ օր,
Մենք թվով երկրորդ պատվերը տվեցինք այսօրվա եւ այստեղից մենք ուղևորվում ենք ուղիղ Վանաձոր, Վարդան։ Գնում ենք Վանաձոր։ Հա՞։ Դու ուր ես գնում, բա։ Ես այս վիդեո։ Երեխաները այստեղ ուրախ են։ Մաքրություն, հաջողություն հաջող մտնկարել։ Դե մատ բան արեք, ասեք թող լայք են, մենք էլ հաջողը լինենք։ Ասում եմ լայք եք աղբերներ, բայց քույրիկներն էլ թող լայք են էլի։ Բոլորը թող լայք են բաժանորդագրվեն, իսկ մենք շարժվենք Վանաձոր։ Գնացինք։ Հիմա մենք արտաբանից շարժվում ենք Վանաձոր եւ Վանաձոր հեռավորությունը տեսեք տալիս է 230 կիլոմետր եւ 4 ժամ։ 4 ժամ մենք գնալու ենք Վանաձոր եւ ճանապարհին ինչքան հետաքրքիր ու գեղեցիկ բան նկատեցինք, անպայման ձեզ էլ ենք ցույց տալու։ Մնացեք մեզ հետ, մեր այսօրվա արկածները դեռ շարունակվում են։ Հայաստանից վրա շողաթող լուսաբաց Շատ է տեսել ժողովուրդս Բնությունը իր գեղեցկությամբ, բայց երբ որ բնության գեղեցկությանը խառնվում է նաև մարդը, տեսեք ինչ է ստացվում արդյունքում։ Ժայռերի վրա հարթավայրում այգի, գեղեցիկ այգի, որը հուսով եմ Վարդանը մի քիչ ցույց տվեց, հիմա մնացածն էլ ցույց կտանք ու ես միշտ հիանում եմ մարդու եւ բնության ներդաշնակ աշխատանքի արդյունքը տեսնելիս։ Տեսեք ինչ հիանալի տեսարան է։ Քանի որ մեզ երկար ճանապարհ է սպասում, պետք է գազ լիցքավորել, լիցքավորում ենք ու գնանք երկար ճանապարհ անցնելու միասին։ Արգելներս, այսօր մենք անցնում ենք 7 մարզով, 7 մարզ ենք անցնելու Երևանն էլ հետը ներառյալ։ Այդ մարզերն են Վայոց ձորը, Գեղարքունիքը, Տավուշը, Լոռին, Կոտայքը, Երևանը, Արարատը։ Եվ այս մարզերով մենք այսօր անցնելու ենք ձեզ հետ միասին, ցույց ենք տալու ճանապարհին եղած ամենահետաքրքիր տեղերը, անակնկալներ ենք անելու Վանաձորում եւ Չարենցավանում։ Մնացեք մեզ հետ, օրը դեռ առջևում է։ Իսկ հիմա անցնում ենք Սելիմի Լեռնանցքը, Վարդենյանց Լեռնանցքը, որը շատ գեղեցիկ է ու Վարդան կխնդրեի այնտեղը, որ ես շատ եմ հավանում առանձնահատուկ ֆիքսենք, որովհետև այնտեղ ես մեծ էներգետիկ դաշտ եմ զգում, միայն նայելուց մարդը լավ հանգստանում է եւ հոգեվոր անդոր է ձեռք բերում։ Գնում ենք հասնենք հիմա իմ սիրած տեղը ընկերներ, այս ոլորանի մոտ է իմ սիրած բնապատկերը, որը ուզում եմ ձեզ ցույց տալ։ Տեսեք ու այստեղից անցնելուց անպայման կարող եք իջնել ու վայելել այս գեղեցկությունը, նայեք, այս սրա մասին է խոսքը։ Այս գեղեցկության լեռները կարծես մի քանդակ են ստեղծել, որը հավերժ է։ Եվ այդ հավերժությունը ուզում եմ որտեղ գտնի մեր ֆիլմում։ Դե գնացինք առաջ։ Գնալով բնությունը, տեսարանները ավելի են հարստանում եւ դա կարծես թե պրոգրես լինի մեր տեսանյութերի մեջ։ Բնությունը կարծես թե ուզենա մեզ անընդհատ ավելի ու ավելի գեղեցիկ ձևով ներկայանա, որ մենք ֆիքսենք ու ցույց տանք ձեզ այս ամենը։ Տեսեք Հայոց լեռնաշխարհի գեղեցկությունը, սա վերջին հայացքն է Վայոց ձորին, որից հետո մեզ դիմավորելու է Գեղարքունիքի մարզը, որտեղ է թաքնված մեր Սևանա գեղեցկուհին, Սևանա Զուլալը, Սևանա մաքուրն ու գեղեցիկը, գեղեցկությունը։ Հիմա գնում ենք ամբողջ հայերի պարծանքի կողքով անցնենք ու նկարելու ենք մենք Սևանը, ինչպես միշտ, ինչքան անցնում ենք նրա կողքով մենք չենք կարող անտարբեր անցնել, որովհետև նա հայոց գեղեցկուհին է, նրան չնկատելը ուղղակի հանցագործություն է բարձր հոդվածներով, շատ լուրջ հոդվածներով։ Աչից դարերով կանգուն եւ հյուրերի սպասող Օրբելյան Չեսարիի Ջևանատունն է, որը դարերով դիմավորում է եւ ճանապարհում է մարդկանց,
պատկերացրեք ժամանակին այստեղ ձիերով են անցել, հիմա մեքենաներով, բայց այս շինությունը կանգուն է եւ միշտ մնալու է այսպիսին, որովհետեւ սա պատմական ճարտարապետության վառ արտացոլանքն է մեր հայոց ճարտարապետության վառ արտացոլանքը, որը միշտ մնալու է եւ պատմի մեզ մեր փառահեղ հայոց աշխարհի մասին, պատմության մասին։ Կադրերում մեր վստահ վեհ Արմաղան լեռն է, որի վրա կա եկեղեցի, որտեղ մենք եղել ենք, ունենք տեսանյութ, նայեք մեր YouTube-յան մյուս տեսանյութերը եւ անպայման կգտնեք Արմաղանի լեռան մասին մեր տեսանյութը, որտեղ մենք ոտքով ենք բարձրացել, հանդիպել ենք գայլի ու լիճը նկարել ենք այնպիսին, ինչպիսին ոչ ոք դեռ չի նկարել։ Անչափ գեղեցիկ ու լավ տեղ է, եթե գաք ու գնաք այնտեղ չեք փոշմանի, ուղղակի անպայման ամենագնացով պետք է գնաք, դա հաշվի առեք եւ կադրի մեջ նաեւ երևում է ճանապարհը, որը այս տարի սարքեցին մեր շինարարները, որի համար մենք շատ շնորհակալ ենք, անչափ գոհ ենք, որովհետեւ այս ճանապարհի հաշվին է, որ մենք շատ արագ կարողանում ենք տեղափոխվել Հայաստանի A կետից B կետը։ Հայաստանում ճանապարհների վիճակը գնալով բարելավում է եւ դա միայն մի բան կարող է նշանակել, որ Հայաստանը պետք է հզորանա։ Հայաստանի արտերյանները, զարկերակները պետք է լավ աշխատեն։ Ճանապարհները երկրի զարկերակներն են, որոնք պետք է միշտ բաց լինեն ու լավ վիճակում, որպեսզի գործերը ու տնտեսությունը արագ զարգանա։ Տեսեք, հիմա դեռ շարունակվում է շինարարությունը, շինարարները դեռ աշխատում են, վերջնական փուլում չի, բայց արդեն համարյա թե վերջացնում են եւ շատ լավ գործ են արել։ Մենք ամբողջ ընթացքում եկել ու գնացել ենք, պետք է ասեմ, որ հիանալի աշխատանք են տանում։ Եվ մենք ներկան ենք եղել այս ճանապարհը կառուցելու։ Մեր տեսանյութերը որ նայեք, շատ ենք եկել ու անցել եւ նկարել ենք ճանապարհը, սարքելու ամբողջ ընթացքը կարելի ասել մեր աչքերի առաջ է։ Եվ ունենք տեսանյութեր փաստաբավերագրական։ Այսպես զգուշ, մեղմիկ աշխատելով տեխնիկաները քաղաքացիական մեքենաներին չխանգարելով, չվնասելով կառուցեցին այս հրաշք ճանապարհը, որը Վայոց կապեց Գեղարքունիքին։ Սիրուն ժայռեր են, շատ գեղեցիկ է, գույնս գույն, բնությունը կարծես լավ նկարիչ լինի եւ վերցնելով իր վրձինը տարբեր գույներով գեղեցիկ պատկերներ է նկարել սարերի տեսքով, ժայռերի տեսքով, ամպերի, հիանալի իրավիճակ է, որի մեջ հիմա մենք ներկա ենք եւ ֆիքսում ենք ամեն ինչ, որ ձեզ ցույց տանք։ Ճանապարհը մեզ բերեց հասցրեց մի եկեղեցի վանք, որը շատ անգամ կողքով անցել ենք ու չենք եկել հիանանք, որովհետև ինչի համար եմ ասում հիանանք, որովհետև այն բացի եկեղեցի վանք լինելը, նաև կարծես թե Զվարթնոց տաճարի մանրակերտը լինի։ Տեսեք ինչքան գեղեցիկ է, անունն էլ Սուրբ Նշան։ Հիմա մի պահ ուղղակի արագ իրար հետ մտնենք ներս, տեսնենք ինչ կա ներսում։ Օ, հրաշք, գեղեցկություն ու սրբություն։ Ուղղակի հիանալի է։ Մարմարե, քարերով դետալները իրապես դարձնում են ճոխ այս վանքը։ Գրիգոր Լուսավորչի նկարը, տեսեք արգելիներս, եթե նկատում եք Գրիգոր Լուսավորչի աչը, այսպես արած, Էջմիածին քաղաք մտնելուց հենց այս սիմվոլով, այս ձեռքն է հիմավորում ձեզ, որը նշանակում է Սուրբ Հոգու մարմնի եւ Աստծո միություն։ Ո՞վ է։ Եվ ես իհարկե ամաչելով, բայց ուզում եմ ձեզ հարցնեմ, ով է նկարում պատկերվածը։ Ես ամաչում եմ, բայց հարցնում եմ, իմանանք, միգուցե շշնել, բայց թող ասեմ, որ իմանանք, հաջորդ անգամ մենք կներկայացնենք ճիշտ ձևով ամեն ինչը։ Եվ տեսեք ինչ աստվածաշնչյան տեսարան է այստեղ, ես չփոշմանեցի, որ իջանք, որովհետև վանքից աջ գառնուկներն են։ Աստվածաշնչում էլ նկարազարդված աստվածաշնչերում շատ ես հանդիպում նման տեսարանների, ես ուզում եմ դուք էլ տեսնեք եւ հերվում
արածացող ձին, արծիվը, սապսանը, սա ուղակի հեքիաթային է։ Հիմա մենք հայոց հեքիաթի մեջ ենք։ Սապսանը, չէ՞։ Տեսեք ինչպես է ճախրում։ Սա հասկացել է, որ մենք նրան իրեն նկարում ենք ու տարբեր տեսակի պրյոմներ է անում։ Հիմա գնանք ձիուկի մոտ ու շարունակենք մեր ճշմարիտ ճանապարհը դեպի Սևան, Դիլիջան, հետո Վանաձոր, որտեղ մեր պատվերն է։ Գնացինք Վարդան, հա, գնում ենք։ Դե գնացինք ընկերներ, այն տեսարանն էլ վերցրու, մեր շատ սիրված հետևորդների համար, մենք ձեզ շատ ենք սիրում, դրա համար ամեն ինչը փորձում ենք ձեզ ցույց տանք, ինչը որ մենք ենք տեսնում, նույնը ուզում ենք որ դուք տեսնեք, մինչև որ ինքներդ կգաք եւ ձեր աչքերով կտեսնեք ու կհամոզվեք մեր հայոց աշխարհի գեղեցկության մասին, իմ պատմությունների ճշմարտությունը։ Եղեգնաձոր Մարտունի տանող ճանապարհի թերևս դեռ չկառուցված հատվածն է, որը հույսով եմ շուտով կկառուցվի եւ սա մեր տեսանյութի մեջ ուղղակի հուշ կդառնա եւ չենք էլ հիշի, որ այսպես է եղել ճանապարհը։ Գնացինք առաջ։ Ինչպես նշում էի, հարգելիներս, Սևանագեղեցկուհին է, հասանք։ Իմ ասածները միշտ դառնում են գործ։ Ես ասում էի, որ ցույց ենք տալու ձեզ, հիմա ցուցադրում ենք այս տեսանկյունից, բայց ել ենք նկարելու Սևանալիճը, որովհետև այն ուղղակի հեքիաթային է, որ կողմից էլ որ նայես, բայց այստեղից առավել եւս անգամ Երևանի կողմից, Սևանի կողմից այս տեսարանը չունի Սևանալիճը, ինչը որ այստեղից հիմա որ դուք տեսնում եք, սա ուղղակի լեռներից իջնում ես, լեռների մեջ այստեղից է երևում, որ Սևանը գրկել է Գեղամալեռները գրկել է Սևանին եւ կարծես փոքրիկ երեխայի նման օրորի, որ նա քնի եւ իր քնով մեզ հանգստություն տա։ Սուները տեսարան, որտեղ ծիծեռնակսարն է աչից, սապսանը, արծիվը, տեսեք ինչ գեղեցիկ է նա ուղղակի սավառնում է օդում, երևում է սավառնանքը արծվի։ Շատ գեղեցիկ է, շատ ուղղակի հեքիաթ գնաց ու նստեց։ Այսօր մենք սապսանների պակաս չունեցանք, Վարդան չմոռանանք, որ մենք հիմա պետք է նկարենք ծիծեռնակսարը, սյուները եւ Սևանը։ Այո, հարգելիներս, մեր ամեն մարզը ունի իր գեղեցկությունը, որը կարծես հենց երկինքն է որոշել, որ այդպես պետք է լինի։ Եվ մենք էլ ձեզ հետ միասին ամեն անգամ հիանում ենք։ Հիմա արդեն կադրում սկսում է երևալ Մարտունի քաղաքը, Գեղովիտ գյուղը եւ ամբողջ Հայաստան աշխարհի գեղեցկուհին։ Գնացինք։ Գեղովիտի այս սրբազան օջախը մեր աչքերի առաջ կառուցվեց, հարգելիներս։ Դեռ շարունակվում է կառուցվել, մենք անդադ կանրադառնանք։ Թող ուրախություն ու խինդ ու ծիծաղ լինի այս օջախում, սուրբ օջախում հայոց։ Հարգելիներս, Գեղովիտի մեջ կա այսպիսի մի փորձանքի տեղ, որը հետքերը նայելով հասկանում ես, որ այստեղ օրական մի դեպք գոնե լինում է, որ մարդ ընկնում է փոսի մեջ, այս հարցը արդեն բավականին ժամանակ գնում գալիս ենք, լուծված չի, չգիտեմ ինչի, խնդրում եմ այդ հարցը լուծեք, որ հաջորդ անգամ գալուց գովաբանենք, լիքը լավ բաներ ասենք։ Ես չեմ սիրում վատ բաներ ասել, էլի, այդ իմը չի։ Ես մենակ լավն եմ սիրում ասել, ուղղակի արդեն շատ է այս փոսը մնում որպես փոս, որը մեզ խանգարում է, այո, ուզած չուզած սեղմում ենք կանգառի սեղմակը եւ մեքենայի շարժվելու պատճառով հնարավոր է տորթ ընկնի, ջարդվի ու նորից գնանք տորթ գնելու, բա։ Սևանի ֆոնին հիմա կրկին ճերմակի մեջ փայլում են մեր այծիկները եւ մենք նրանց ասում ենք նորից բարև, մենք գնացինք Վանաձոր, բարեկամներս։ Ահա, հասանք այն խաչմերուկը, որտեղից մենք թեքվում ենք դեպի Դիլիջան տանող ճանապարհը։ Այսօր մենք անցնելու ենք նաև թունելով, հա, անցնելու ենք թունելով, մտնենք Դիլիջան, Դիլիջանից ձախանենք ու գնանք դեպի Վանաձոր։ Իսկ Դիլիջանից ձախանելը մինչև մենք ձեզ լիքը լավ բաներ ենք ցույց տալու։ Շատ լավ բաներ, գնացինք։ Դուրս եկանք եւ հիմա սկսելու է հրաշք,
գյուղերի շարանը, որը հենց այս ճանապարհի կողքին է, ձախակողմյան հատվածում շատ ու շատ գյուղեր կան։ Բոլորն էլ հիանալի են, գեղեցիկ եւ լավ մարդկանցով բնակեցված, աշխատասեր եւ հայրենասեր մարդկանցով բնակեցված։ Եվ ճանապարհի այս հատվածը մենք հենց հատուկ ենք նկարում, որովհետեւ այստեղ առանձնահատուկ գեղեցկություն կա։ Մենք հասանք մի խանութ, որի անունն է NG, որտեղից մենք կվերցնենք կոֆե, սուրճ, որովհետև մենք մի քիչ ժամանակ չունենք սուրճ կանգնել խմելու, դրա համար պետք է գնենք սուրճը, կանգնեցնենք ու գնանք խմելու։ Արի, թենք առնենք։ Շնորհակալ ենք։ Մենք գնում ենք։ Իմացա՞դ, հանգացել է։ Այնքան են ռեկլամ արե Հեղինե ջան, ես բան եմ խմում, ինչա, հանգացել է։ Բա, ես դեմ չեմ, բայց ընդհանրապես դեմ չեմ, որ հանգացել է դուետը, որովհետև դուետը ինչ հիշում եմ շուկայում կա ու իրան շատ լավ է պահում։ Համով կոֆե է, գնացինք։ Կապուտակ Սևանը այստեղից էլ ավելի կապույտ ու գեղեցիկ է երևում, մանավանդ 3 անգամ մոտիկացրած, ավելի ճոխ է լինելու վստահ եմ։ Սևանը հանգիստ է, անդարտ եւ արտացոլում է երկինքը իր մեջ, կարծես մեծ հայելի լինի, ջինջ ու պարզ։ Սևանի այս հատվածը առավել գերավիչ ու գեղեցիկ է։ Ամեն կողմից Սևանը իր գեղեցկությունը մի ձևով է արտահայտում եւ մենք դա պետք է նկատենք եւ սիրենք նրան, որովհետեւ նա մեր հայոց աշխարհի պարզ ու մաքուր ջուրն է, հայոց ջուրը հայոց լեռների մեջ։ Աշխարհի մասշտաբով նա ունի իր տեղը, ամբողջ աշխարհը գիտի Սևանի մասին, իսկ մենք Սևանի պահապաններն ու պաշտպաններն ենք, հանկարծ չփորձեք Սևանին նեղացնել։ Նկարի ճայերը թռնում են, տեսեք, հեքիաթային տեսարան, որը մենք ֆիքսեցինք, Սևանը իր ճայերով, նայեք ինչ գեղեցիկ է, թևերը բացած, թռնում են ջրի վրայով ու նստեցին փաստորեն, սրանք ջրի վրա են նստում, ես չգիտեի, ախ դուք ճայեր, գնացին ձուկ բռնեն, Սևանի համեղ իշխան են ուտում ճայերը, ճայերն էլ նկարեցինք ու շարժվում ենք առաջ։ Բայց ոնց էր այդ երգը։ Папалям, синий трактор едет к нам, у него прицепе кто-то песенку поет. Кто же, песенку поет прицепе, синий трактор едет к нам։ Այո, մենք հիմա դաշտերով ենք գնում, սարերը փոխվում են դաշտերի, դաշտերը լճերի, լճերը անտառների եւ քիչ հետո մենք կանցնենք թունելի միջով։ Այս անտառը գեղեցիկ է, բնության մի մասն է, որը ստեղծել է մարդը, որը որ շատ գեղեցիկ է նայվում Սևանի ափին։ Պատկերացրեք, որ նման անտառներ մենք սկսենք ավելի շատ ստեղծել եւ կանաչը ավելի շատանա մեր երկրում։ Ես շատ կուզենայի, ելով է ուզում։ Լայք եք բաժանորդագրվեք եւ հավատով լսվեք, մի օր հենց այդպես էլ կլինի։ Հարգելիներս, բազմիցս անցել ենք ու չենք գնացել այս եկեղեցի, այսօր այդ օրն է։ Գնում ենք ու նկարենք դրոնով եւ պատմենք եկեղեցու մասին ինչքան նա։ Հարգելիներս, հիմա մենք Հայրավանքում ենք եւ մինչ կհասնենք Հայրավանք, այստեղ կան խաչքարեր, որոնք պատմական են, շատ հին պատմություն ունեն, արի մոտիկ։
մոտիկից խաչքարերը բոլորը նկարի։ Թերևս խաչքարերը այն լուր վկաներն են մեր հզոր պատմության, որ մինչ օրս վստահ կանգնած են։ Գնացինք։ Այսքան էլ նկարի եթենք։ Նկարի։ Դե արի, ձեն հան։ Քո ձեն չի լսվում, մենակ իմ ձենն է լսվում։ Հա, հարգելիներս, հիմա մեր օպերատորը փոխվել է, Արտյոմն է, ով մի քիչ խամություններ է անում։ Վար, արի։ Բարի օր ձեզ, տղաներ ջան։ Օրը ինչ են անում, ախպեր, ֆուտբոլ, հա։ Աղջիկ թե տղա։ Սա է հարցը։ Այսօրվա մեր հարցը, մինչ հայրավանք հասնելը, հասկանանք հայրիկն ու մայրիկը տղային ունենալու թե աղջիկ։ Գենդեր փարթեն անում, եկեղեցու բակում, գնանք ներկան դառնանք այս առիթի։ Մինչ եկեղեցի հասնելը այնքան հարուստ քարեր կան, հարուստ պատմությունով, որ մի անգամից հասկանում ես, որ շատ լուրջ տեղ ես եկել, լուրջ պատմական տեղ, արի։ Քիչ քայլելով մենք հասանք հայրավանք եւ այստեղ լքված պայուսակ նկատեցինք, էսումն է, եկեք տարեք։ Գեղեցիկ տեսարաններ, գեղեցիկ վանք, որի կողքով հարյուրավոր անգամներ անցել ենք ու չենք մտել ներս։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Այսքանի մոնտավեք։ Հա։ Վերևներից այլպես էր որոշված։ Գնանք, ոն վառենք։ Ես պատը հլնայի։ Հետաքրքիր է։ Հետաքրքիր կառույց է, հետաքրքիր եկեղեցի է, որը մենք հիմա կուսումնասիրենք ներսից։ Իսկ մինչ ուսումնասիրելը կվառենք մոմերը։ Ախպեր վառել բան կա յանը։ Հաջան։ Հենա, վառվելու տեղը կպավ։ Ինքն իրան որոշեց։ Այստեղ պիտի վառվի։ Գնանք ուսումնասիրենք, նկարիր սաղելը դու էլի։ Հիմա մենք գտնվում ենք հայրավանքի խորանում, որտեղ ուղղակի փայլում է ճարտարապետությունը, գմբեթների բարձրությունը ու սիմետրիան շատ լավ պահպանված է։ Նայելով մեր եկեղեցիներին, մենք հասկանում ենք, որ մեր անցած դարերի ճարտարապետությունը շատ լավ ու բարձր մակարդակի վրա է եղել։ Քանի որ մենք գտնվում ենք Շադի վանքում եւ այնտեղ հայտնաբերեցինք թաքստոցներ, որոնք շատ խելացի էին սարքված եւ կարելի ասել աննկատ էին, եթե ուշադիր չլինեիր։ Հիմա ես ցանկացած եկեղեցի մտնելուց արդեն որոնելու եմ թաքստոցներ եւ հուսով եմ մի օր կգտնեմ թաքստոցներ։ Իսկ հիմա կադրերում խաչեր են քանդակված պատի մեջ։ Հիմա գնում ենք դեպի գեղեցիկ Սևանը։ Օ, ինչ հրաշք
մանրակերտ է վանքի, տեսեք, ինչ գեղեցիկ է։ Սա փոքրիկ վանքն է, սա մեծը։ Դրոնով մենք կֆիքսենք վանքը վերևից, լճի ֆոնին, իսկ հիմա ինչ կարող ենք նկարենք սրանով մոտիկից, տեսեք նկատենք, որ եկեղեցու շուրջը չկա հարթ ծածկույթ, ուղղակի ոնց եղել է, այդպես էլ պահպանել են ու ասեմ, որ շատ գեղեցիկ են արել, հեռվում նկատեցի ձուկ բռնողների, ձուկ են բռնում, տեսնենք ես, տեսեք, ձուկ են բռնում, անուշ աղբերները, կյանքները վտանգելով, ինչ-որ տեղել, գեղեցիկ է Սևանը այստեղից նույնպես։ Ախպերս ես է կեզ եմ զանգում, ինչ մեր շտեղ, կայնի կասեմ որ դեպ կայնենք։ Ախպերս կայն հասել ես։ Կլսեն։ Հա։ Ինձ ուզում եմ իրենց նկարեմ։ Ուր ես Վարդան։ Իչ իրանց մոտ։ Ստիչ չէ, սովորական վիդեո բարձրացի վերև, դու մետ վանք երևա սիրուն լճով, հետո կիշնես իրաց մոտ կգաս գնացինք։ Վանք սիրուն նկարել ես ոնց ասել է։ Իչ իրանց մոտ լրի, իչ։ Հա։ Դու նկարում ես ծամ։ Ահա։ Որս են անում մեր ընկերները, որ տանեն տուն, ապուր եփեն։ Իսկ հիմա կադրերում մենք ենք, արի մեր մոտ հիմա։ Հա, մոտիկ էլ մեզ մոտիկ արի, մեզ մոտիկով անցի։ Մոտիկով անցի, որ դիմա։ Հապես։ Սե բարձեցի, հավերև։ Եկեղեցի էր աղպետ։ Պրոստը ինվորմացիա չկա, շատ բան չասիմ։ Սևանա գեղեցկուհին պատված է վանքերով ու գեղեցիկ մատուրներով սուրբ, որոնք ոչ միայն պահպանում են մեզ չարից, այլ նաև հենց ինքը Սևանա լիճն են պաշտպանում, որովհետև Սևանա լիճը մաքրության խորհրդանիշ է, որը որ պետք է պահվի թե ֆիզիկապես, թե հոգևորով։ Այս հյուրանոցը հիմա դատարկ է, բայց այն ժամանակին եղել է շատ լավ ու գեղեցիկ տեղ ու ես այս հյուրանոցը նմանեցրեցի մի անգամից Արարատ լեռանը եւ նրա անունը դրեցի Արարատ հյուրանոց։ Հուսով եմ մի օր Արարատ հյուրանոցը նորից կաշխատի եւ մենք այստեղով անցնելուց կտեսնենք լիուբոլ մարդկանց ոց բազմություն հանգստացող։ Անչափ հետաքրքիր ու գեղեցիկ են մտածել առաջվա ճարտարապետները, շատ հետաքրքիր կառույցներ կան, ամբողջ ճանապարհին, տարբեր տեղեր, բայց զգում ես, որ շունչը ուրիշ է եղել եւ
ինչ որ արել են, եղել է քարի հետ կապված հայոց քարերի, որ քանդակի մեջ միևնույն ժամանակ բացի իմաստ արտահայտելը լինի նաև հայկական քարը, հայոց աշխարհի քարը։ Տերևս այսօրվա մեր վերջին կադրերն են Սևանից։ Սևանը անցնում ենք ու գնանք Դիլիջան, Դիլիջանից հետո առաջին պատվերի հասցե, որը գտնվում է Վանաձոր քաղաքում, նախկին Կիրովական։ Այնտեղ մեկ անգամ գնացել ենք պատվերով, սա արդեն երկրորդն է ու գնում ենք մեծ սիրով։ Հիմա մենք մեր ավանդույթներին համապատասխան կանգնում ենք այս գեղեցիկ ծովագյուղի սուպերմարկետ, այո, այստեղ համարյա թե բոլորը կարելի ասել առանց պատճառել կանգնում են, որովհետև սա տրադիցիա է մեր ազգի մեջ, երբ որ մեքենայով հեռուտեղ են գնում եւ հասնում են, այստեղ անպայման կանգնում են։ Մենք էլ բացառություն չենք, այնպես որ լավ էլ կկանգնենք։ Կանգնենք, տեսնենք ինչ ենք անում, բայց ոնց կանգնենք, որ ոչ մեկին չխանգարենք։ Գծած էր, հա։ Ուրեմն մեքենա է դուրս գալիս մեր բախտից, հարգելիներս, տեսակ ինչ լավ է ամեն ինչ։ Չես նկարում, որ մեքենա է դուրս գալիս։ Մեքենան դուրս է գալիս, մենք մտնում ենք նրա տեղը եւ մեկը գալիս է կանգնի մեր տեղը եւ մենք չկարողանանք հետո դուրս գալ, սա է հարցը։ Բայց մենք դուրս կգանք, անպայման։ Ես գիտեմ ինչ կառնենք։ Այստեղ ասում են շատ լավ, ընտիր բան կա, ինչ անեմ։ Ամեն ինչը լավ է, բայց հատուկ խաչապուրին առանձնացնում են, արի գնանք գնենք, կարի։ Նայ սիրուն, ինչ համով ախորժելի բաներ կան այստեղ, բայց մենք այս քաղցերից չենք ուտում, մենք գնում ենք բան ուտենք, խաչապուրի ենք մենք ուզում ուտենք, ինչ համով բաներ կա։ Այ հենց այս քաղցերների համար են մարդիկ գալիս այստեղ ու ուզում են անպայման մի բան վերցրած լինեն իրենց հետ, որովհետև սա Գեղարքունիքի մարզը լքելու վերջին համով կետն է, այստեղից կարող ես համով սնվել ու շարունակել ճանապարհդ նոր գնաս Դիլիջան, էլի։ Սոված ենք ու սպասում ենք, որ մեր հերթը գա։ Հերթը չի եկել է։ Հա, տեսեք խմոր է հունցում, որ թխեն համով հացաբուլկեղ են։ Հա։ Արտյոմին նկարի, որ եկավ։ Մեզ հետ է նաև Արտյոմը, ակնոցը գլխին, այն հին ձևերով էլի, 90-ականների ստիլով մեր Արտյոմը պահում է հին տրադիցիաները, այնպես որ Արտյոմը ակնոցով։ Արտյոմ վերցրու, Վարդան վերցրու։ Մենք արդեն լրիվ պատրաստ ենք 500 կիլոմետր ճանապարհ գնալու։ Հիմա ամենադժվար պահերից մեկ պետքա դուրս գանք։ Հələ նա ինչ են արել, փակել են մեր հետևը։ Այո, մենք հաղթահարեցինք այս դժվարությունը, գնում ենք Դիլիջանի թունել։ Ահա ընկերներ, սա վերջին բնապատկերն է, որից հետո լինելու է անտառ, Դիլիջանի անտառները, գնացինք առաջ։ Գեղեցիկ և չքնաղ Դիլիջանի դաշտեր, անտառներ։ Չասում եմ, որ կողից նկարես։ Եգիպտացորենի վարարանները փոխարինվեցին այսպիսի գեղեցիկ կրպակներով և բայց փեչ կա էլի, հենա, վարարան կա, ուղղակի արդեն քողարկված է գեղեցիկ։
փայտերից այն կողմ։ Դիլիջանի արջը, որը թփուտների ետևից աչքով է անում, ասում է անտառ մտնելուց ուշադիր կլինես, թե չէ կարող է լավ չլինի։ Դիլիջանի ոլորաններում հաճելի փոփոխություն նկատեցինք, բոլոր հին վառարաններով եգիպտացորեն եփողները մոդիֆիկացվել են եւ դարձել են կրպակներ, այո, ավելի ցիվիլ տեսք ունենալու համար, բայց մի կողմից էլ արդեն են հին պապական ձևերը ոնց որ փոխվել է, մի քիչ այդ սրտովս չէր, թե չէ կրպակները գեղեցիկ էր, գաղափարներ լավն էր, ուղղակի կարելի էր ավելի հայկական ինչ-որ կրպակներ ստանալ, որ հայկականի շունչը զգացվեր այս ոլորաններում։ Միայնակ Եղևնին լանջի վրա աճած ու ամուր հիմքեր գցած արմատներ։ Աշխարհի երկրների դրոշները Դիլիջան մտնելուց առաջ։ Սա նշանակում է, որ Դիլիջանը բազում հյուրեր է ունենում ամբողջ աշխարհից, եւ դա մեզ համար հպարտանալու առիթ է։ Այս ճանապարհով այսօր գնում ենք եւ հետ չենք գալու, որովհետեւ ինչպես նշեցի մենք 7 մարզեր ենք շրջանցելու։ Հիմա Տավուշում ենք գտնվում եւ Տավուշից դուրս գալուց հետո գնալու ենք Լոռի, Վանաձոր, որտեղ որ մեր պատվերն է մեզ սպասում, որից հետո գնալու ենք Կոտայքի մարզ եւ այնտեղ էլ ունենք անակնկալ։ Արդեն Դիլիջան ենք հասել, Դիլիջանի փողոցներով ենք շրջում, հիմա կհասնենք Դիլիջանի կենտրոնական օղակաձև հատվածը եւ այնտեղ կկանգնենք մեր Ֆրունզիկ Մկրտչյանի արձանի կողքին, մի քիչ կհպարտանանք միասին ու կշարունակենք մեր ճանապարհը։ Հարգելի դիլիջանցիներ, մենք արդեն ձեզ մոտ ենք հասնում եւ Դիլիջանի կենտրոնում ենք։ Քիչ հետո, հաշված վայրկյաններ հետո կերևա Դիլիջանի կենտրոնը եւ այստեղից մենք ակնկալում ենք լիքը լայքեր, բաժանորդներ, որպեսզի մեր գործը ել ավելի մեծ թափով շարունակենք։ Ով հետևում է մեզ, կիսվեք, տարածեք, թող դիլիջանցիները նկատեն մեր ներկայությունը Դիլիջանում եւ հիմա հաշված վայրկյաններ անց անցնում ենք օղակաձև ճանապարհով, որի կենտրոնական մասում տեսեք ինչ գեղեցիկ արձաններ են տեղադրել, սա Դիլիջանի խորհրդանիշն է, եղնիկները եւ արջը անտառում, նրանք այստեղ շատ են։ Եվ իհարկե արդեն գնում ենք մյուս Դիլիջանի խորհրդանիշ համարվող ձեռակերտ արձանների մոտ եւ գեղեցիկ ներկայացնենք մի երկու բառով ու շարժվենք Վանաձոր։ Նկարենք Միմինո ֆիլմից մի կադր։ Ես էլ լինեմ Միմինո ֆիլմում։ Այստեղ ջուր տանենք Դիլիջանից, որ խմենք, ասենք ջան։ Արի։ Մենք տղաներով մի քիչ խոսենք, տեսնենք ինչ կա չկա։ Սա այն պահն է, երբ որ Մհեր Մկրտչյանը ասում է կռան պրծնում ես վադատիչոտ, հա, հիմա ինքը պրացրել է վադանցիչոտ ու զարմացնում է իր ընկերներին, ես մյուսն էլ շատ է զարմացել, ասում է բաքո, ասում է հա, ես մեկն էլ ասում է հա, ասում է հա, ու շատ լավ է, անունները չեմ հիշում, կարևորը Մհեր Մկրտչյանի անունն եմ հիշում ու մնացածը դուք գրեք անունները նրանց։ Հիմա մենք տարայի մեջ կվերցնենք կռանը վիվադա, կատորի ծիչոտից կռանը և սա մեզ հետ կտանենք ինչքան որ հերիքի։ Լավ, խմեմ նորից էլի լսնեմ։ Վարդան,
Եռագույնը։ Արտյոմ, եռագույնը ֆիքսել ես։ Եռագույնը։ Եռագույնը ծածանվում է Դիլիջանի կենտրոնում, շատ գեղեցիկ է, նայվող եւ հմայիչ։ Եվ եթե ես չեմ սխալվում, մեզանից այն կողմ գտնվում է Եղեռնի Զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որը կարծես մարմարից լինի, սպիտակ գեղեցիկ վեր խոյացող սյուներ են։ Եղնիկներին նկարիր։ Ջան Դիլիջան, լայքեր բաժանորդներ ձեզանից։ Հա։ Շատ գեղեցիկ բան արեց նա, սենց ոնց որ լավ էլի ֆրցրեց մեքենան, շատ հետաքրքիր, 1000 բարին։ Շատ գեղեցիկ է ամեն ինչ, հայոց ջրով։ Եվ իսկապես Դիլիջանի ջուրը աշխարհի մասշտաբով երկրորդ կամ երրորդ տեղն է զբաղեցնում իր օգտակարությամբ, այնպես որ եկեք այստեղ ջուր խմեք։ Հա։ Քանի որ շատ էի լսել Դիլիջանի ջրի մասին, ես լցրեցի ամբողջովին ու խմեցի այսքան, հիմա նորից կլցնեմ ու կտանեմ հետս։ Շատ համով է, էլի, առողջարար է։ Որ խմում ես կյանքդ երկարում է։ Դիլիջան, ջան, Դիլիջան։ Ջան, Դիլիջան, Դիլիջան, ջան։ Կանչի բերել ենք, Վարդան։ Խարկ, հեյ, Կարմիր գլխարկ, ուր ես, որտեղ, խորքերում ես, իսկ կարկանդակները մոտդ են, Կարմիր գլխարկ, հարգելներս, սա իրականում Կարմիր գլխարկը չէր, այլ հայ Արտյոմը, Արտյոմն էր, որ մեր հետ եկել ենք Դիլիջանի, չէ, արդեն Դիլիջան չէ, արդեն լորի անտառներով զբոսնում ենք։ Եվ այստեղ կանգնելով ու այս բուրմունքը շնչելով դառնում ես բնության բաղկացուցիչ մաս, ձուլվում ես բնությանը եւ այս սունկը նայել է, սունկը։ Այստեղ սունկ կա, որը ուտել ամենևին խորհուրդ չեմ տալիս։ Պետք չի սա ուտել։ Ահա եւս մեկ սունկ, որը կարելի է ուտել։ Լավ, մի խոսքով, Վարդան, դուր գնացինք արդեն։ Ուշխանում ենք, միասին անտառի մեջ զբոսնելով կգնանք կհասնենք մեքենային ու կշարունակենք մեր ճանապարհը դեպի Վանաձոր։ Վանաձոր շատ սիրուն անուն է Վանաձորը։ Ես էլ շատ եմ սիրում Վան անունը, դրա համար որդուս հենց անվանակոչել եմ Վան։ Այնպես որ Վանաձոր գալիս ենք ձեզ մոտ, լայքեք, բաժանորդագրվեք, միշտ կհասնենք ձեզ։ Տասն 15 կիլոմետր հետո մենք հասնում ենք Վանաձոր, անակնկալի հասցե։ Հիմա ես արդեն ճշտումներն անեմ, ում ինչ ենք նվիրելու, ինչ ենք անելու, որ գեղեցիկ ամեն ինչ կազմակերպենք, լավ։ Հիմա քաշենք պատուհանը, որ մեզ ավելնոր ձայներ չխանգարի։ Ալո, բարև ձեզ նորից։ Բարի, Ստեփան ջան։ Ես լավ եմ, դուք ոնց եք, ամեն ինչ կարգին է։
ասացի, ցրտիրով ուզում եք, որ դուք շատ լավ լինեք։ Դե մենք շատ լավ ենք, բարձր տրամադրությամբ, Լոռու մարզով էս չնաշխարհիկ բնության միջով գնում ենք հասնենք Մայրիկին։ Հիմա ինձ պետքա հետևյալը, մամայի անունը ասեք ինձ, գրեմ մոտս։ Ուրեմն Ստեփան ջան, գրում ես Ռոզա Մխիթարյան։ Ռոզա գրեմ։ Եթե ուսուցչուհի է, ես կարող եմ ասել ընկեր Մխիթարյան, եթե ուսուցչուհի չի, ուրեմն ասեմ տիկին Ռոզա։ Գյուղատնտեսա, ինքը բազմազավակ մայր է, 5 երեխաների, պարզապես մայրիկ, ուղղակի Ռոզա։ Հերոս մայրիկ, տիկին Ռոզան։ Հիմա յանքը տեղ են այս պահին, ես իմանամ դուք որտեղ եք, քանի կիլոմետր Մենք ամենաշատը 20-25 րոպեից ձեր ասած տեղում կլինենք, Վան ռեստորանում կլինենք, արդյոք Վան ռեստորանը գտի, դե մտնում ենք տորտն էլ վերցնենք, ծաղիկը հետներս է, տորտն էլ մտնենք, գնենք ու գնանք անակնկալը անելու, ինչ ենք փոխանցում։ Դե փեսայի մասին խոսք չկա, փեսայի մասին պետք է ասվի, հիշում եմ։ Տեսեք ինչ գեղեցիկ հանգստանալու տեղ է հարգելիներս, Դիլիջանից գալուց, չես կարող անտարբեր անցնել այս գեղեցիկ սպիտակ կոնաձև հանգստյան տների կողքով եւ այս տների գովազդը տեսել եմ ու գիտեմ որ շատ լավ տեղ է, շատ գեղեցիկ հանգստանալու տեղ, դրա համար ձեզ եմ խորհուրդ տալիս My Forest հանգստյան գոտի գաք ու չեք փոշմանի հաստատ, շատ լավ սիրուն տեղ է, ով չգիտեր իմացեք, գալուց կարող եք այստեղ էլ հանգստանալ, գեղեցիկ սարի վրա տեսակ գեղեցիկ բնապատկերի մեջ էր ու բնապատկեր ունի հենց այնտեղից, այդ կետից ամբողջ Լոռին կարծես տեսնես։ Ահա ձեզ ցույց ենք տալիս Թումանյանական Լոռին։ Թումանյանը հենց Լոռու էներգետիկայի շնորհիվ է, որ այդքան բանի է ասել, այդքան ճանաչված ու հարգված է եղել, ասեմ ձեզ, որովհետև այս բնապատկերների մեջ մեծացած բանաստեղծը կրկնակի եռակի ավելի ուժեղ է ու խորաթափանց, քան մնացած տեղերին է։ Լոռին ուղղակի դրախտավայր է։ Դրանում ես անընդհատ համոզվում եմ ամեն գալուց ու ասեմ ձեզ, որ սա տեսախցիկից այն կողմ դուք չեք կարող ամբողջովին պատկերացնել, բայց երբ որ գաք ու գտնվեք այստեղ, դուք կնկատեք այս բնության առանձնահատուկ լինելը։ Վանաձորն է մեր եթերում, մենք մտանք քաղաք Վանաձոր եւ գնում ենք Վան ռեստորան, Վաների օրը այսօր, իմ տղայի անունն էլ է Վան, այո, Վան, Վանալիճ, Վանը հզոր անուն է, Վանաձոր, լայքում ենք, բաժանորդագրվում ենք, ով մեր բաժանորդն է տարածեք, թող մնացածն էլ տեսնեն, մենք եկել ենք Վանաձոր, այո, ով կարոտել է Վանաձորին, հիմա նայեք, կարոտները տարեք ինչ-որ չափով, մինչև ինքներդ կգաք Վանաձորի փողոցներով շարժվում ենք առաջ, այստեղ նույնպես շինարարություններ է գնում բազմատեսակ, շուտով հույսով եմ փողոցը ամբողջովին կվերանորոգվի, այս բաց թողումները կլրացվեն եւ մենք նորից կգանք ու դա կֆիքսենք, մենք ամեն լավը ֆիքսում ենք եւ հայտնում ենք իլուր աշխարհի, թող բոլոր հայերն իմանան, որ ամեն ինչ լավ է Հայաստանում ու պետք է ավելի լավ լինի։ Մենք հիմա որոնում ենք լավ խանութ, մեծ խանութ, որ գնանք ու մեր ուզած տորթը գնենք Վանաձորից ու գնանք անակնկալ անենք շատ սիրված Բոբելյարին, շատ սիրված մայրիկի, տիկին Ռոզայի ծննդյան օրն է այսօր 5 երեխաների մայրիկ, հերոս մայրիկ ես կասեի, որովհետև այսօր մարդիկ 2 երեխա հազիվ են մեծացնում, բայց տեսեք, որ մեր տիկին Ռոզան կարողացել է 5 երեխա մեծացնել ու փայփայել։ Շատ գովելի, հանգամանք ու փաստ։ Ահա մենք հասանք Պռոշյան մարկետ եւ այստեղ է որ բարձրիկ Սևանում երկինքը իր ճիշտ պատճեն է հանում։ Մոռացել է այդ բանաստեղծունի հիշա։ Արի գնանք։ Հա, բանը կարաս, հա դրանով էլ արի։ Սիրուն է, չէ՞։ Ծաղակետը կբռնի։ Շնորհակալ ենք, այսքան բան։ Վանը ռեստորան։ Ջուր խմելուց հետո, Վանա ջուրը։ Վերցրու բարեկամս, մենք տորթ ունեցանք ի վերջո։ Մեզ համարյա թե հյուրընկալ դիմավորեցին այս սուպերմարկետում, երկար բացատրելուց հետո
Թույլատվություն ստացանք նկարելու, նկարեցինք թե ինչպես ենք տորթը գնում, տատիկը բայց չիմանալով որը որից հետո է Վարդանին մի երկու տող շփցրեց։ Հա, Վարդանին ասաց ինչ ես կամերան վերցեինք է մեյդանը։ Բա հարգելներս այդպես էլ է լինում։ Մինչ մենք տորթ ենք գնում։ Չնգավ, չի լինի այդպես։ Հիմա Արցամուղի գնանք, վստահ ես։ Դե գնացինք։ Անաձորցիների մեծ մասը կսկսեն մեզ ճանաչել, որ գանք այստեղ բարեհամբույր սպասարկում տեղի ունենա, էլի չմտածեն եկել ենք նկարենք, սարքենք։ Դե ես հասկանում եմ, համացանցում մեծ մասը բացասական բնույթի տեսանյութեր են, դրա համար մեզ տեսնելուց մարդիկ չեն էլ մտածում, որ մենք լավ գործ ենք անում, բարի ու ուրախ հավեսով գործ ենք անում։ Ահա, հեսա Ռենաուլտը, որ Պեգուոտը, Պեժոն, որ գնա, մենք էլ հետևից կգնանք։ Արտյոմ, տեղեկատվություն տուր։ Ուղիղ, Արտյոմը մեր ուղեցույցն է, ասում է ոնց գնանք Վան ռեստորան, Վանաձորում։ Հիմա բան չի մնում հաշված։ Ինչքան է տալի րոպեով։ 8 մինուտ է տալիս, որ մենք կհասնենք Վան ռեստորան։ Շինարարություն է ամեն քայլափոխի, շատ գեղեցիկ է։ Ես ուրախանում եմ, որ Հայաստանի քաղաքները կառուցվում են։ Ձախ վերև։ Դե հենա, խանութ էլ նկատեցի այնտեղ։ Այսի այգի, հանգստի գոտի այգի։ Լիշ ծիրուն շենք հա, սովետից ժառանգություն մնացած գեղեցիկ շինություն, որը մինչ օրս չի կորցրել իր հմայքը։ Թեկուզ քանդված է, բայց չի կորցրել իր հմայքը։ Ես կասկածներ ունեմ, որ Վան ռեստորանը չնաշխարհիկ տեղում է գտնվում։ Հիմա միասին կհամոզվենք։ Գողտրիկ անկյունում ինձ թվում է շատ ահա Վանը։ Ձախով մտնում ենք Վանի բակ եւ գնում ենք անակնկալը դարձնենք իրական։ Այո, հաշված վայրկյաններ անց դստեր ընտանիքի անակնկալը կհասնի սիրված մայրիկին։ Գեղեցիկ կահավորված ռեստորան, շատ հիասքանչ չնաշխարհիկ բնության մեջ, որ ուզում ես գալ ու մի լավ քեֆ անել։ Հա։ Վերև ենք։ Ձախով գնանք ու տեղավորվենք BMW-ի կողքին, որ չասեն մենակ BMW կա, Mercedes էլ թող լինի, որտեղ BMW-ն, այնտեղ էլ Mercedes-ը մնում է մեզ դիմավորեն, տեսնենք ինչ ենք անում։ Կիլոմետր անց 230 կիլոմետր անց մենք հասցե, որ Հոբելյարին շնորհավորենք։ Հիմա հանում եմ գեղեցկագույն ծաղիկները, որոնք պետք է նվիրենք մեր Հոբելյարին։ Շատ սիրուն է, չէ, ճոխ։ Իսկը մայրիկի փունջ։ Վերցրու Վարդան, որ փոխանցենք գեղեցիկ ձևով։ Տիկին Ռոզային ենք շնորհավորելու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այստեղ մարդ չկար, փորձենք գտնել մարդով մեզ կարող է օգնել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Աղբերս։ Մի րոպե։ Ինչ սիրունը։ Ես որ գետնա իմ աղբեր, 1000 բարին։ Մեկ էլ մի հատ բան կես։ Արի, գնում ենք հիմա անակնկալ անենք, տեսեք ինչ գեղեցիկ են սարքել Վան ռեստորանը։ Աղբեր, ստեղ են։ Կարող է իրանք ունապել։ Բարև ձեզ հարգելիներս, դուք անկոչ հյուրեր ունեք մի քիչ։ Ով է մեր տիկին Ռոզան, ով է։ Դուք եք, շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը։ Դե հենա ծափտվող ունենք, եկեք ծափեր տանք։ Այս անակնկալների փաթեթ եք այսօր նվեր ստացել, հա, տարբեր տեղ։ Ձեր ծննդյան օրը, չէ որ դուք շատ սիրված մայրիկ եք։
5 երեխաներ ունեք, հա։ Ուրեմն դուք հերոս մայրիկ եք, հիմա ձեր հերոսի կոչումը կստանաք։ Մի հատ երազանք պահեք հələ, չեք, դուք հələ չգիտեք, բացի 5 երեխայից էլ ինչ ունեք, հեսա կասեմ, ինչ չէ, ով ունեք։ Դե, չեք, լինելու է դա։ Ծափերը տանք։ Հա, ուզում եք գրկեք, կարող եք գրկել շնորհավորել, ես հեսա 5 երեխաներին մի երեխա էլ եմ ավելացնելու։ Անունը նրա Աշոտ, ձեզ շատ ասիրում ձեր փեսան, ասма զոնքանչ մայրիկից ցավը տանեմ, իրա կյանքին մեռնեմ։ Իրա բարերը փոխանցեցինք, դե շատ սիրված մայրիկ եք եւ զոնքանչ մայրիկ եք, հա։ Հիմա ձեզ ծաղիկներն ենք տալիս։ Մեր ինձ մանուկ զգայի սիրեի քեզ խղճի չափով մտածեց ու սա է ձեզ նվիրում եւ անակնկալը հատուկ շեշտում եմ Մոնթեյի Փեսան չէ Չորսը փեսանն են, չորսը ոսկի է։ Աշոտ փեսան։ Մենք Աշոտի ներկայացում։ Հա, այդ թե որտեղ է թաքնված գաղտնիքը, ասեմ որ Հայկուհու Աշոտ է։ Մոնթեյ եւ Նարեկը նույնպես անակնկալին միացել է շատ։ Հա, խուլիգան Նարեկը, բոլորը ձեզ շատ են սիրում, ձեզ լավ որ բարձր տրամադրություն, անուշ արեք մենք էլ գնանք։ Լսար, միշտ մեծ սիրով, շնորհակալ ենք։ Մերսի աղջիկ ջան։ Դե ձեզ լավ որ բարձր տրամադրություն, իսկ մենք գետի հոսանքի հունով գնանք, իսկ դուք ոնց գետն է հոսում բնականոն, այնպես էլ դուք մեզ բնականոն լայքերը հասցրեք մեզ, որ մենք հարստանանք, ճոխանանք։ Իսկ հիմա հիշեցնեմ ձեզ, մենք գտնվում ենք Վան ռեստորանում, Վանաձորում եւ հաջորդ կանգառն է ուր։ Ուլդյուր չէ։ Հաջորդ կանգառն է ուր։ Չարենցավան։ Չի բռնում, բայց Չարենցավան են գնում հաջորդը։ Հիմա լայք եք բաժանորդագրվեք հարգելի վանաձորցիներ, մեծ աղբեր։ Հազար բարի։ Ոնց ես։ Վանաձորից ես։ Չէ աղբեր, հոկտեմբերանց է։ Հոկտեմբեր, ուժեղ տեղից ես, ես Եղեգնաձորից եմ, բա ինչ ենք անում երկուսով ստե։ Ես Եղեգնաձորից, ես էլ չեմ կարող հանգստանալ, էլ ջահել եմ, մի քիչ մեծանամ նոր, չէ։ Դե մենք տարիք սարեր ենք արդեն հերիք։ Դե քեզ առողջություն լիքը, անես հարազատ նայիր չէի կարող անտարբեր անցնել, էլի։ Քեզ աղբերից։ Դե բարի ժամանց։ Դե ինչ, գնանք հասնենք մեր հաջորդ կանգառին։ Սաղասիմ էլ բան չթողին, ոչ ասեմ, էլանք։ Սպիտակ քաղաքում ենք հիմա։ Սպիտակ քաղաքը ևս երկրաշարժից տուժած քաղաք է։ Եվ հիմա որ տեսնում եմ այսքան կանգուն, այսքան գեղեցիկ, ինձ միայն լավ եմ զգում եւ զգում եմ նաեւ որ հայի գենը անկոտրում է։ Մենք հզոր ազգ ենք եւ անգամ ամենադժվար դեպքերից հետո կարողանում ենք ոտքի կանգնել եւ նորից ստեղծագործել։ Սպիտակը եւ Գյումրին հայի անկոտրում ոգու մարմնացումն են։ Տեսեք ինչ գեղեցիկ գյուղ է եւ իհարկե ծառերը հո չեն թողի որ պարզ տենակ։ Շատ սիրուն գյուղ է, որը ծավալել է լեռների գրկում։ Մարդ ուզում է գնա ու այնտեղ ապրի։ Այնտեղի բնակիչները վստահ են որ շատ գոհ են իրենց գյուղի դիրքից։ Ջրաշենը այստեղ է, էլի ոչ պակաս գեղեցիկ տեղում, հովիտում գեղեցիկ գյուղ եւ սա մեր ճկնաղ Հայաստանն է։ Չկա։ Արցակ դաշտերով, լայնարձակ դաշտերով մենք գնում ենք ու ամեն ինչ շատ գեղեցիկ է, կարծես ոչինչ չի կարող քո տրամադրությունը փչացնել, շատ գեղեցիկ է ամեն ինչը, տեսեք, ես առաջին անգամ եմ այս կողմերում, ասում էի ոչինչ չի կարող փչացնել տրամադրությունը, գազը սպրծավ ու հիմա
ուզած բենզին պետք է քշենք, որովհետև գազ չկա։ Հիմա գնանք տեսնենք որտեղից գազ կգտնենք։ Շատ տարօրինակ իրավիճակի մեջ ընկանք։ Այստեղ գազալացակայանը դժվար լինի, բայց փորձենք հույսներս չկորցնել ու գտնել, որովհետև մեջը բենզինն էլ է քիչ։ Հիմա բենզինն էլ է քիչ, ինչ անենք, որ լավ լինի, ճիշտ լինի։ Դա մենք հույս ունենք, որ այստեղ գազ կլինի։ Նման է, որ ինչ-որ բան կա այստեղ լցակայանա նման, բայց վստահ չենք, կա գազ թե չէ։ Հիմա համոզվելու համար պետք է շրջվենք ու տեսնենք, որ սա ընդամենը օբյեկտ է։ Մենք սոված չենք, մեքենան է սոված։ Չգիտեմ, Էլում հետ է պատահել նման իրավիճակ, երբ որ լիքը գազալցականների կողքով անցնի, գնա մի ամայտեղ նոր գազը վերջանա եւ հասկանա, որ նա կոշկվել է, դատապարտված է բենզին քշելու։ Գրեք իմանանք։ Ապարան, ջանի, ապարան, Արագացը իր ամբողջ շքեղությամբ, դուք հələ տեսեք այս տեսարանը, ինչ գեղեցիկ է։ Ես արդեն մոռացա, որ մեքենայից գազն է վերջացել, հավատացեք այնքան գեղեցիկ ու տպավորիչ է Արագացը այս կողմից։ Այս կողմից առաջի անգամ ենք տեսնում Արագացը եւ ապշահար ենք եղել բոլորս միասին։ Ապշել եք տղաներ։ Ապշել են բոլորը, պատկերացնում եք, սա տեսարան է, որը ես համարում եմ այսօրվա հարուստ տեսարաններից ամենակարևորը։ Գեղեցկություն, որը մենք մեզ հետ տարանք մեր ֆիլմի մեջ ու բոլորին ցույց ենք տալու, գաղտնի չենք պահի։ Ծիլքարով ենք անցնում, ծիլքարում արագաչափ կա, տեսնենք գազալցակայան կլինի, գազալցակայան։ Ծիլքար, արձագանքեք։ Կա։ Ունենք գազալցակայան։ Հիանալի է, շատ գեղեցիկ է։ Այսօր մենք արդեն հասցրեցինք մեկ հատ նկարվել, դե շուրջ հանրապետական բան ենք անում, ճանապարհ ենք գնում, մի հատ էլ պիտի նկարվեինք, բա ոնց, որ այդպես չէր մնա։ Սա ինչ է։ Այստեղ գերած է տվյալը։ Գազալցակայան, ԱԳԼՃԿ-ն, դա դեռ չի նշանակում, որ մեր գազից է, բայց հուսանք, որ տերը առատաձեռն է գտնվել և մի հատ էլ դրել է հեղուկի։ Հագածը հպարտ կանգնելու նայում է հայ ազգին։ Իսկ տրակտորը աշխատում է դաշտում, վարում է հողը, որ հողն է վարում տրակտորը։ Գեղեցիկ տեսարաներ։ Ապարան, ջանիմ ապարան։ Ստեսություն Արագած։ Այս անտառը տեսնելիս ես իմ հիշողություններից մեկը եկավ աչքիս առաջ, ես այնտեղ ժամանակին խաշլամա եմ արել ու կերել ընկերներիս հետ, ավակ ընկերներիս հետ, ապարան այս սարի լանջի վրայի անտառում, որ արհեստական է տնկած, հիշեցնեմ ձեզ, սովետական տարիներին մտածել եմ բնության մասին շատ, դրա համար հաճախ կտեսնեք այսպես տեղ-տեղ տնկված եղևնիներ։ Կանաչ արտերը, որոնք շուտով կդառնան ցորեններ, բայց հա, թե ուշ է արդեն։ Աշնանացանն, այսինքն մյուս տարի են քաղելու, չէ՞։ Մյուս տարի նոր կքաղեն ցորենը ու ալյուր կսարքեն։ Իսկ մենք հիշեցնեմ, որ դեռ գազի լցակայան չենք հանդիպել։ Հիմա մենք անցնում ենք մեր եզդի եղբայրների գյուղի կողքով երևի, Քասախ գյուղն է։ Քասախ գետն է, հա։
Հասախ գետներ ճիշտ է, յուղը չէր։ Եվ այստեղ Ռիաթազա յուղով ենք անցնում եւ տեսեք ինչ հետաքրքիր կառույց կա այստեղ, ես չգիտեմ, երևի եկեղեցին է եզդիների, չգիտեմ անունը ոնց է, կխնդրեի օգնեք, գրեք ինչպես է կոչվում, որ հաջորդ անգամ այդպես էլ ասեմ։ Կա։ Ընկերներ, առջևում տեսել են գազի լցակայան եւ հույս ունենք, որ այնտեղ կլինի հեղուկ գազ ու իմ հույսերը ոնց որ արդարանում են, որովհետեւ ընդ է վահանակ կա դրած, դա նշանակում է, որ շատ հավանական է, որ լինի։ Ինձ այդպես է թվում։ Ինձ դա թվում է, որ այդպես այնա ԼՊԳ։ Տեսեք, ԼՊԳ 180 դրամ, մենք փրկված ենք այլևս։ Ոյ, անջտեց։ Ձյոմ, նստի էլանք, պաստորեն լուծել են գազի հարցը, արի։ Հերվում նկատելի դարձավ այս գեղեցիկ հուշահամալիրը, հիմա մտնում ենք ապարան և խնդրեի ասեք, թե ինչին է նվիրված այս հուշահամալիրը, ով գիտի, ասեք մեծ սիրով կլսենք, մեկնաբանություններում կարող եք գրել։ Տառերը, որ բոլորը նկարվում են, շապաքարեր, չացվում է կարիք։ Քանդակների բազմություն։ Մենք հասանք ապարան և մի անգամից ձախակողմյան հատվածում աչքին կան այս շենքերը, որոնք կառուցված են սովետական տարիներին, բայց տեսեք ինչ ժամանակակից լուծում են տվել և շենքը մի նոր շունչ է ստացել։ Ես չգիտեմ սրա հեղինակը համայնքապետարանն է, թե շենքի բնակիչները, բայց լավ գաղափար է, օրինակելի և սա նկարում եմ այն բանի համար, որ մնացածն էլ տեսնեն ու օրինակ վերցնեն, շատ գեղեցիկ է, տարբերվող, հինը դարձրել են արդիական է, այո, շատ գեղեցիկ, միանման, կոկիկ, գեղեցիկ քաղաք է ապարանը, ապարան, ջանիմ ապարան։ Հիմա շրջենք ապարանի փողոցներով, մինչև գնանք հասնենք Չարենցավան։ Չէ, անեմ, դե ես սիրում բան կա, ես էտենք նկարենք։ Հրաշք քաղաք, ապարան։ Մենք պետք է շրջենք ապարանի փողոցներով ու հիանանք գեղեցկությամբ։ Ես սիրում փողոցը նկարել։ Տեսեք ինչ գեղեցիկ փողոց են ստացել։ Քնի ու նորի խառնուրդը շատ լավ են ձևակերպել ապարանցիները, շատ հիանալի։ Ապարանն այն քաղաքն է, որտեղ կարող են բոլորը գալ, ծանոթանալ ճարտարապետության հետ ու գնալ իրենց քաղաքում կիրառել այն, ինչ այստեղ տեսել են։ Հիանալի է ուղղակի։ Շինարարությունը մեծ թափով գնում է առաջ, հուսով եմ հաջորդ գալուց մենք կտեսնենք այս փողոցը արդեն ամբողջովին պատրաստ վիճակում, տեսնենք ինչպես կլինի, բայց մի բան հստակ կարող եմ ֆիքսել, որ այստեղ հիանալի է։ Գեղեցկություն, ջահերը շատ սիրուն են։
պատկերացնում եմ գիշերով ինչքան գեղեցիկ կլինի։ Շենքն շատ գեղեցիկ է։ Պլյոնկա։ Օրո։ Հերբից բայց նենց էր ոնց որ բան լեր, չէ՞, ինքը լներ։ Արա իսկապես առաջին հայացքից չես էլ մտածի որ նկարիր, բայց པարզ երևաց չէ որ պլյոնկա է։ Թաղանթապատել էին շենքը, հերվից իլյուզիա էր ստեղծվում, որ այն ամբողջովին իսկական քարերից է պատրաստված, բայց մոտեցանք ու պարզ դարձավ, որ ոչ մի իսկական քար էլ չկար այնտեղ։ Ապարանի գեղեցիկ տեսարժան վայրերն են ձեր կադրերում։ Իրար վրա, որպես խաչերով սակրի։ Հա։ Ստեղ պետք է լինել։ Ինչքան տեղյակ եմ ճանապարհի կողքին է, հաստատ պետքա որ հանդիպենք էլի, չէ՞։ Եթե չես կարա առանց հանդիպելու անցնես։ Իմ կարծիքով։ Չորս գագաթ ունի, չէ՞։ Արագածը։ Բայց դա Ան էլի ագրեսիվ սարա, հա։ Պատկերացնում սերնես դրա գլխին։ Այսօր մեր օբյեկտիվից չի վրիպում արագածը, որ կողմից որ պտտվում ենք ու նայում ենք, միայն վեհություն է եւ հպարտություն է ներշնչում եւ նայելով արագածին մեր մոտ ցանկություն առաջացավ բարձրանալ նրա գագաթին եւ հուսով եմ մի օր դա կլինի։ Ուղղակի դուք մեզ գրեք, եթե դա ձեզ հետաքրքիր կլինի, գնանք, եթե չէ, ուրեմն պետք է սպասենք այնքան, որ մենք որոշենք մի օր գնալ։ Ես, Վարդանը եւ Արտյոմը, թեկուզ Արտյոմը չի կարող, Արտյոմը տրավմա ունի, չի կարող բարձրանալ սար, բայց մենք կարող ենք, հա։ Հասնում ենք Սուրբ Խաչին։ Այս խաչի մասին ես շատ եմ լսել, բայց առաջին անգամ գնում ենք խաչին մոտ եւ ձեզ նույնպես ցույց կտանք մանրամասն խաչը, կպատմենք նրա պատմությունը ձեզ։ Ահա, ճանապարհի Ապարան Երևան ճանապարհի վրա, Արցախկոմյան հատվածում, ուղղակի չնկատել չես կարող, անգամից աչքի են կնում այս հսկան։ Հիմա կգնանք, կհասնենք հսկային ու մանրակրկիտ կնկարենք, որովհետև այն շատ գեղեցիկ է եւ իր մեջ իմաստ է պարունակում, որի մասին կխոսենք, հենց հասնենք տեղ։ Ախպերս, դրոնը երևի են կոմից, այնտիս պտի նկարես, արի, այնտիս նկարի, որ արևը չխանգարի, ես էլ խաչն էլ երևանք ու սկսենք։ Ես կոմ արի, լսում ես, արի։ Խաչը լրի վերևմա, չէ։ Հազար քանի, ախի, եկել ենք Սուրբ Խաչի մոտ, Սուրբ Խաչի բարձրությունը 33 մետր է Հիսուս Քրիստոսի տարիքին համապատասխան։
եւ հենց մտածված էլ այդպես են արել։ Խաչերի քանակը այս հսկա խաչի մեջ 1719 է եւ գնալով ավելանում է։ Հիմա գնանք մոտիկից ծանոթանանք խաչի հետ։ Այնպես են սարքել, որ կողմից էլ նայես, երևում է, որ խաչ է։ Դրա համար մի քիչ տարբերվող տեսք ունի խաչը։ Ինչպես նշեցի, գտնվում է Ապարան Երևան ճանապարհի աջակողմյան հատվածում, եթե գալիս ես Ապարանից, եթե գաս Երևանից, ձախակողմյան հատվածում եւ չնկատելը ուղղակի անհնար է։ Անպայման կտեսնես։ Մոտիկից նկարենք։ Մոտիկացրու, մոմ վառելու տեղ է, հա։ Ստեղ մոմ վառելու տեղ էլ կա, փաստորեն։ Տեսեք, մոմ վառելու տեղ կա։ Ես չգիտեի սրա մասին։ 4 կողմն էլ մոմ վառելու տեղերով։ Տեսեք, մարդիկ էլ կան, որ փոքրիկ խաչեր են ավելացրել։ Հսկա խաչի ներքևի մասում, որտեղ որ բոյները հասել է։ Դու տեսար, որ ասիմ լսար։ Հա։ Մոտիկացրի։ Ոնց է երևում, մոտիկացրի։ Առանձին պետքա ցույց տանք։ Այն խաչը, որ հանել ես ուրա։ Զաֆիրայի։ Չէ՞։ Հիմա ընկերներ, դե լավ, հիմա ինչ գիտես, նկարի, դրոնը հանենք։ Դե նկարի Վարդանին մեր երկու հատ։ Արծեմը որոշեց գեղեցիկ նկարվի խաչի ֆոնին։ Մենք էլ նկարում ենք։ Ես նկարեցի նրան, որ բացի ֆոտոից մի հատ էլ նմանատիպ տեսանյութի մեջ լինի։ Խաչի կողքերը, շրջակայքը շարված է հսկա սալաքարերով, տեսեք ինչ հսկա սալաքարեր են, բերել, տեղադրել են ու այս քարն էլ մեր ուշադրությունից չբերի պես, տեսեք ինչ մեծ հսկա քար է։ Ով գիտի, սա ինչ որ մշակել են, թե հենց բնությունն է այսպես ստեղծել այս քարը։ Խաչից մի քիչ ներքև կա ևս մի հետաքրքիր եկեղեցի, 3 խաչից բաղկացած, որը նույնպես ուզում ենք ձեզ ցույց տալ։ Իհարկե մի քիչ աջ կա սպիտակ մի եկեղեցի։ Եկեղեցու պակաս չունենք այսօր մեր ծրագրի մեջ հարգելիներս։ Հետաքրքիր է։ Հրաշալի է, այսօր շատ ցույց տվեցինք, բայց այս տեսարանը, այս կանգառը առանձնահատուկ էր, դրա համար նորից ենք ցույց տալիս։ Մենք հենց նոր հասկացանք, որ սխալ ինֆորմացիա ենք ձեզ տվել, մեզ ասեցին, օգնեցին հասկանալ։ Խաչը կառուցվել է քրիստոնեության ընդունման 1700-ամյակին եւ կառուցման օրից ի վեր ամեն տարի մեկ խաչով ավելանում է։
1701, 2, հիմա 1723 հատ խաչ կա այս խաչի մեջ եւ մնացած արդեն ճիշտ ենք ասել 33 մետր բարձրությունը Քրիստոսի տարիքն է եւ Հայաստանի ամենամեծ խաչն է համարվում այս պահի դրությամբ, բայց որոշակի ինֆորմացիա կա, որ Մարտունու կողմ սարքել են ավելի բարձրը մի քիչ, բայց դա հստակ չի, դրա համար մենք անվանում ենք ամենաբարձր խաչը այս խաչը։ Մենք հիմա լուսակերտում ենք, որտեղ լիքը տղաներ 2 տարի են անցկացրել, լիքը տղաներ 6 ամիս։ Հիմա եկել ենք 2 հատ տորտ վերցնենք ու ուղևորվենք ուղիղ Չարենցավան։ Չենք նկարել։ Երբ որ կտեսնեք, իմացեք լավ բանի համար ենք նկարել, ոչ մի արտասովոր ու վատ բան չենք արել, հա? Վատ բան չենք արել, չէ՞։ Հա? Բան ամեն ախտեր։ 2 հատ է, հա, այն դզի, սո։ Այս իսկականն է, շատ սիրուն եղավ ամեն ինչը։ Կե Չարենցավանը, արդեն հասնում ենք Չարենցավան, այսօրվա մեր վերջին պատվերը եկանք հասանք Չարենցավան, այո, գնում ենք ռեստորան, Հոբելյարին շնորհավորելու, ամեն ինչ շատ գեղեցիկ է, ուղղակի մի քիչ ոնց որ շատ դանդաղ ենք գնում, մի քիչ արագ գնանք, որ հասցնենք ամեն ինչը ճիշտ ժամանակին կազմակերպել։ Գնանք Գարիկ աղբորը կանչենք դուրս թող ասի տվյալները։ Թյոմա, ամեն բան կարգին է։ Ձեր էկրաններին է Չարենցավանը, ընկերներ։ Գրած է, չէ՞ Չարենցավան։ Շրջանաձև երթևեկություն ենք դուրս գալիս, որտեղ որ մենք նկարել ենք, դեռ նոր էինք հանդել, որ սարքեին, հիմա կադրերում ձեզ ցույց կտանք այդ մասերը, որ դուք էլ տեսնեք, թե ինչ վիճակում էր եւ հիմա ինչ վիճակում է։ Հիմա արդեն սարքել են, գեղեցիկ է ամեն ինչը։ Բայց այն ժամանակ, որ մենք եկանք, դեռ ընթացքի մեջ էր, արա, այս ինչ արի, ստեղով չէ։ Այսպես մենք չէ, գնա հետ գալուց ժամը ոնց որ ավելի շատ չէ։ Որտեղ։ Հայ առաքելական եկեղեցին է կադրերում մի քիչ առաջ։ Չարենցավանը լավ մեծ քաղաք է, այն անգամ այն կողմերը չեն գնացել, պատկերացրել, որ մենք քաղաքի մեջ չենք մտել պաստորեն։ Գինաց ռեստորան ենք եկել, շնորհավորելու ենք շատ սիրված մայրիկի ծննդյանոր նրա որդու քավորական ընտանիքի կողմից։ Ոչ ոք չգիտի բացի Գարիկը։ Գարիկը հենց Հոբելյարի Տիկին Նաթելիայի որդին է։ Գարիկի հետ արդեն սա կազմակերպել ենք, մնում է գնանք ու մեծ շուկով մտնենք ներս ու անակնկալ անենք։ Ամերիկյան անակնկալ, սա սովորական անակնկալ չի։ Սրա հետ էս, նրա հետ են։ Մոտենանք մի քիչ։ Ամեն ինչ սպիտակի մեջ է, գեղեցիկ օր է այսօր։
Հաշված վարկյաններ անց հավարտում է երաժշտությունը մեր Անուշ աղբեր Մանուկ Համադան հրավիրում է մեզ ներս, մտնում ենք ու շնորհավորենք Տիկին Նաթելայի ծննդյան օրը։ Աջան? Կարինեն Գարիկի կինն է։ Հա, գիտեմ։ Հոպա, Եթսեք, ապրեք շատ շտոնակալություն սիրով, շտոնակալ ենք թակնականներս։ Մենք շարունակում ենք մեր տոնական երեկոն, ուզում հասկանալ Տիկին Նաթելան, այո, երկրոնում է։ Տիկին Նաթելան Ժան։ Ունենք շատ շքեղ ու գեղեցիկ սպասված անակնկալներ, վստահ եմ, որ դուք այսօր շատ անակնկալների սպասում եք, բայց առաջարկում եմ այս պահից ի վեր հատուկ Տիկին Նաթելայի համար դիմավորենք մի շքեղ ու գեղեցիկ անակնկալ, թե ինչ-ոնց, ինչպես իմանանք արկյաններած։ Բարև ձեզ հարգելի հավաքվածներ, ուր են ծափերը բարձր հավեսով։ Արի, ապրեք ծափերի համար, դուք եք մեր Տիկին Նաթելան, շատ գեղեցիկ եք, շատ լավ տեսք ունեք, ինչը եսա կապացեն ծափերով, բարձր ծափեր տվեք, ես էլ կամաց ասեմ, ստեղ ինչա կատարվում։ Դուք ունեք շատ գեղեցիկ անակնկալ, շատ հարազատ մարդկանց կողմից, ովքեր այս պահին այստեղ չեն։ Հերու տեղ են, էլի։ Ամի ակամից ասկսան Ամերիկա, բայց ճիշտ եք ոնց որ, շատ ճիշտ եք։ Ամերիկայից ով բայց, հլը տարբերակներ ասեք։ Արմեննա, բակիշեչա, էգարը լիքնեն։ Դե շատ լավա որ լիքնեն չէ, մի հուսի շատ անուններ ասեցիք, բոլորն էլ ձեզ սիրում են, բայց այսօր երկու հոգի են անակնկալ արողները ու իրանց չեն ասում, որ մարդ են, իրանք մարդ չեն, գիտեք ինչ են, ով են։ Քաբորը, քաբոր կնոջ հետ, Հակոբն ու Նարինն են, շատ են ձեզ սիրում։ Մեր Գարիկի քաբորներն են, քաբորական ընտանիքը։ Գարիկ ջան, չէ, հլը մի րոպե։ Հա, ծափերը տես մի հատ բարձր հավեսով ծափեր տվեք։ Հիմա երազանք պահեք, որովհետև այս պահին շատ կարևոր է, որ կատարվելու է, այն ինչ երազանք ուզում եք պահեք։ Ում անունները տվեցիք, բոլորն էլ ձեզ շատ են սիրում։ Բոլորը ձեզ շատ սիրում են։ Հիմա գիտեք, ապացույցը գիտեք որն է։ Հիմա որ երազանք պահեք, չէ՞։ Բոլորը բարձր ծափեր են տալու։ Կտեսնենք։ Գարիկ, բարեկամս, դու կնվիրես։ Մի հատ էլ Իմացած եղեք, բոլորն էլ ձեզ շատ են սիրում ու կուզենային ներկա գտնվել, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել գալ։ Ձեզ բարի ժամանց, մենք գնացինք, լավով շնորհակալ ենք ծափերի համար, լավ էլ ուրախանում ենք, հետևում ենք։ Մանուկ, քեզնից էլ ենք շնորհակալ։ Բրավո, ծափարությունները սիրում, բայց մի րոպե, շեմ ավարտել։ Ախրանակնկալը կիսատ մնաց, այդպես չի կարող լինի։ Ավելի գեղեցիկ անակնկալ ունենք, ավելի բարձր ծափերով, դինավոր ենք։ Էլի մենք չէինք գնացել իրականում այստեղ էին, մենք էլի հոբելյար ունենք, որ մեկ օր ուշ, բայց մենք հիմա մեր շատ սիրելի Կարինեի ծննդյան օրը։ Հա, հարցիկն է, հարցիկ։ Եկեք հավորն ու կավոր կինը, մի հատ էլ ծափեր տանք, հա, բարձր։ Գարիկ աղբեր, նատ գերկի էլի, նատ գերկի կնոջ։ Սերը։ Ես բան էլի, տրադիցիա է, պետք է տամ, նոր վառեմ, հիմա էլի նույնն է, պետք է երազանք պահեք ու կատարվելու է անպայման, երազանք պահեք։
Թախծրությունը վերցրեք ու ուզում եք տվեք, ես պետքա փոխանցեի ձեզ։ Հիմա Գարիկ է։ Տես ծապ չեն։ Թող սերը թագավորի բոլորի սրտերում, ձեզ լավոր բարձր տրամադրություն ես անգամ մենք վերջնական գնում ենք։ Բրավո, շնորհակալություն, սիրում եք բարձր ծափարեք։ Շնորհակալություն, շնորհակալություն, մեր մեծ հրամանները կամուրել են անիկից, ովքեր գնացել են կարիվի։ Տեսակ ինչ գեղեցիկ էր ամեն ինչ։ Հիմա բոլորս միասին գնում ենք։ Փաստորեն այսօր մենք ավելի շատ մարզերում եղանք, քան ծրագրել էինք, ասեմ ձեզ հարգելիներս։ Հիմա դեռ շարունակվում է մեր երթուղին, ուղղակի այստեղ, հա, շատ լավ է։ Մենք գնում ենք հիմա Երևան, Երևանից Արտաշատ Արարատ, հետո մեր ծննդավայր Եղեգնաձոր։ Հիասքանչ է, դե հեռասը միաս հիմա Չարենցավանի նորակառույց շրջանային երթևեկությունով մի պտույտ պտտվենք, նկարենք ինչ էր առաջ եւ հիմա ու գնանք մեր գործերին, բարի ու ճշմարիտ գործերին։ Այսօր մեր վերջի պատվերն էր սա, բայց տեսանյութը դեռ կշարունակվի, որովհետեւ մենք որոշել ենք, որ հետաքրքիր բաներ պետք է նկարենք այսօր խախտումներով, բանով, հա։ Անցած անգամ էլ ես հիշում եմ խախտումներ արին ախպեր, երթևեկության հրամանոցին թռան ոբշում։ Մենք հիմա Երևանում ենք ընկերներ, ինչպես որ խոստացել էինք, դեռ պտտվում ենք Հայաստանով եւ ինչ ասես չտեսանք ճանապարհներին։ Էլ ճանապարհային պատահարներ, բայց դե մենք տխուր բաներ չենք նկարում, դրա համար չենք նկարի ցույց տանք։ Հիմնականում ամեն շատ գեղեցիկ էր, կազմակերպված, մեզ դուր եկավ այսօրվա մեր արշավը եւ ընդհանուր հաշվով հիմա միասին հաշվենք, քանի մարզ ենք անցել։ Վայոց ձոր, Գեղարքունիք, Տավուշ, Լոռի, Արագածոտնի մարզ, Կոտայք, Երևան, Արարատի մարզ ենք անցնելու, համարենք 8 մարզ անցել ենք։ Անցնում ենք, դեռ օրը չի վերջացել, բայց կվերջանա էլի, հոտը չմնաց։